Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Եվ ես, որպես ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, ուզում եմ դիմեմ ամենայն հայոց կաթողիկոս նորին սուրբոցություն Տեր Գարեգին Բեին։ Այս մինչև դիմել ուզում եմ ասել, որ այս եթերը կազմված է երկու մասից։ Մեկը վերաբերվում է Սաշիկ ու Սերժիկ, մեկը վերաբերվում է ինքես Տաշիշ։ Եթերը իհարկե 18+, բայց իհարկե մի փոքր կուլտուրականով սկսենք։ Ուրեմն ամենայն հայոց կաթողիկոս, ես երբեք երևակայի ոչ մի բան չեմ խնդրել քեզանից, բայց հիմա խնդրում եմ, եթե դու ուզում ես, որ Վարդան Ղուկասյանը դառնա հավատացյալ, այսինքն ես դառնամ քրիստոնյա, ուզես չուզես Վարդան Ղուկասյանը, այսօր ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը, դու պիտի խնդրակը բավարարես։ Ուրեմն, կամ մի փոքր պատմական, այդեն որ ասում է անցյալից։ Ուրեմն, խոսքը վերաբերվում է Սաշիկին և Սերժիկին։ Նայ, ուղիղ այս Սաշիկն ու Սերժիկը, այսօրվա դրությամբ ուղիղ համեմատական են 76 թվականից 110 թվականներին մեծ հայքում թագավոր էր Սանատրուկը, այդպես թագավոր կար։ Ուրեմն 76-ից 110 թվականներին Սանատրուկի կառավարման տարիներին մեծ հայք մտան երկու առաքյալներ, Թադեոսը և Բարդողեմեոսը։ Եկան սկսին տարածել Քրիստոսի վարդապետությունը։ Ճիշտ է, ասատենը ճիշտ է։ Դաժե Սանատրուկի աղջիկ Սանդուխտը, որը հեթանոս էր, լսելով ես երկու առաքյալներին, ընդունեց քրիստոնեություն։ Բայց թագավորը վեկալավետ իրեքին էլ արեց մորմշ, հիմա վառեց, են բանից արեց, վերջ աղջկաներ հետը, ասեց դու փչացած բոզես, վերջ վառեց։ Հիմա մենք չենք ուզում կրկնենք Սանատրուկի սխալը, որ վեկալավ Բարդողեմեոսին ու Թադեոսին մորմշ արեց, վառեց։ Հիմա Սաշիկն ու Սերժիկը ուղիղ համեմատական են Թադեոսին և Բարդողեմեոսին։ Մենք, նզովյալներս, չհասկացանք ես մարդկանց գինը, չհասկացանք բացարձակապես, որ Սերժ Սարգսյանը 30 տարի լինելով պաշտոնի վրա, մեկ կոպեկ հարամ փող չի կերել, մի կոպեկ, սուրբ մարդ, հելանք լսրանք 2018 թվին փողոց, մերժից Սերժին էինք բորըն, ու բերեցինք Նիկոլի նման բոզից տղուն։ Սերժին, ես գյոզալ մարդում 30 տարի չիրովնիկ այլ է։ Սերժի աղբորը, Սաշիկը, որ սաղ շինարարություն, դաժե մարդկանց կնանիքին շինելու մեջ 50 էր մտամաս մեր կեսը ես շինեմ, կեսը դու։ Դաժե այդ մարդու, որ մեղադրում էինք ամեն ինչի մեջ, Նիկոլ Փաշինյանը առավոտ ցերեկ, կիրիգուն գիշեր, մայրամուտ, արևածագ, լուսին, մուսին, լիա լուսին, հələ մեր ազգային ժողովից ասում էր Սաշիկ, դաժե կնգան շինելու ժամանակ, եթե вообще կնգան շինել, հա, ասում էր Սաշիկ, մենք չհասկացանք։ Հիմա, քանի որ Նիկոլի տադարաններ ու աղբանադատության համակարգը հելավ կայնավասեց, որ սրանք սուրբ մարդիկ են, մենք ուղղակի պարտավոր ենք Սաշիկին և Սերժիկին սրբադասել, համաձայն այն Ռիփսիմյանց կույսերի, վեկանենք մի հատ եկեղեցի Սաշիկյանով բացենք, Սուրբ Ալեքսանդր, մի հատ եկեղեցել Սերժի անով, Սուրբ Սերժ, և ես Վարդան Ղուկասյանից խոստանում եմ, հրապարակայնորեն դառնալ քրիստոնյա, այդ եկեղեցիներից որևիցե մեկնումեկում գնալ և դառնալ քրիստոնյա։ Եվ բոլոր նիկոլականները, բոլոր իշքան նիկոլական կա, պիտի մի մարդու նման հերթ կայնեն, հերթով շարվեն գան, Սերժիկի չէ, Սաշիկի, թոթոլ խերը աչից պաչեն։ Տանն են պաչեմ, չէ, աչն են պաչեմ, դու տետեր մարդ ես, հնասա։ Այս դեպքում Սաշիկի խերը աչից, այսպես է ղոնդոլո, թոթոլ գմբրզոն, խերը, այդպես պրչերը սաղմրեն, բոլոժներով, աչից պիտի պաչեն։ Սաղ, իշքան նիկոլական կա, իշքան մարդ այդ բոզի տղուն զեն տվեն։ Այդ սաղ պիտի գան Սաշիկի խերը պաչեն, որովհետև Սաշիկ, սուրբ Սաշիկ։ Ես խնդրում եմ իմ այս խնդրանքը ընդունել որպես իգիտություն և հնարավորինս արագ սկսել այդ գործընթացը Սերժիկին ու Սաշիկին սրբադասելով որպես սրբեր։ Վարդապետություն են մարդիկ տարածել, մենք չենք հասկացել կան ժամանակ։
Եվ բոլոր սերժականներն ու սաշիկականները պիտի միանման, մի մարդու նման հավքվել, կան ասեն Վարդան Ղուկասյանի խնդակն իրականացնալ Սերժն էլ ասուտ, Սաշիկն էլ ասուտ, ըսիկ այդ երկուսի մասով, ըսիկ մեկ, երկրորդը, ընկեր տաշիշ հելավ հայտարարում ասում ես իա լեզվով խոսամ, որ հասկնա, որովհետև ես ինչ թատնայեցի, այդ մարդն կուլտուրական լեզու չխոսկնա, պիտի գեղավերա խոսամ, որ հասկնա, դե տուպոյա, ասում ես ուզում եմ դառնամ ընդդիմության առաջնորդ, մի քանի արաս ունել, հելան, մենք միանում ենք քեզ, արաս ունել, իբր թե քաղաքական գործիչ չէ, բայց անասում, չնայած ինչ դարձան քաղաքական գործիչ, էլակ չէ են բանը, ինչ է, նարկո դիլլերը, Քեթրինի Միրանը, բանի, տաշի ծերեցելի պուտանքեք որ քեզ միանան, ավելի շատ զեն կբերես, քան Քեթրինի Միրանի, տես էլով կա, մարդա, Նայրի Հունանյանն էլ կարող է քեզ միանա, մեր հետ գնացեք, տեսեք ինչ ասեմ, ինչքան մակապիղ, նարկո դիլլեր, պորոստղ, ճոսախ քեզ միանա, վերջը, ինչ եմ ուզում ասել, գիշեր ու ցերեկ տաշիշ, Նիկոլը Սազը առե մի երկա երկը, որ դու ընտրակաշավ քեզ բաժան է, ձայներես գողաց է, այդ թվում նույն բանն ասեմ դատախազության մինետո զավրուհի Աննա Վարդապետյանը, քնչականը ու իշքան հիմնար գոյությունի, ուժային սաղ նույն բանն են ասում։ Հիմա, այդ մարդիկ ճիշտ են ասում, թե սուտ են ասում, հելի, բոզի տղու կվուրք է, որ դու փող չես բաժանել, ասա ես բոզի տղա ըլնեմ, թե ես փող եմ բաժանել, քիչ ես ասում, հելի, մինետո զավրուհի Աննա Վարդապետյանին, քնչական կոմիտեին, Նիկոլ Փաշինյան բոզի տղուն դատի դուր, քո անձը վիրավորելու համար, քո կուսակցությանը վարկաբեկելու համար, որ դու փող են, աշխատ ես արդար կրտինքով, արդար իմ խելքով, իմ փայլուն մտքով, իմ ջարտախ լեզվով, ձայներ իմ հավքի, ու դու հիմա հլնիկ ասիք սուտի, հասկանում ես, չէ դու ինձ, բա հելի դատի դու խիսուսս է տեղդ, բոզի տղու կվուտ, ես այս բոզի տղալում, թե փող չեմ բաժանել, այսինքն, եթե դու կվուտ չես ուտեմ, եթե դու Նիկոլականներին, եթե դու Աննա Վարդապետյանին և մյուսներին դատի չես տալում, տեղից հետևություն, որ ինչ, որ դու փող ես բաժանել, ճիշտ է, բաղ դու փող ես բաժանել, ընտրակաշակ ես բաժանել, իմ ձայներն ես գողացել, ընդդիմության ձայներն ես գողացել, այսօրվա օրով, ո՞ց ես դու հելեմ ասում ես, ես ուզում եմ ընդդիմություն առաջնորդել, տղաջան դու հանցագործություն ես արել, այդ ու պոյ, դու ձայներ ես գողացել, դու փող ես բաժանել, դու փող բաժանողդ, այսօր ասում ես, ես ուզում եմ ընդդիմություն ղեկավարել, դու քակակուտ ես, թե դու ընդդիմություն կղեկավարես, դու իսկի խոսալ չես կարան, խոսալ, նախատասությունը սկսեմ ես չենք հասկանում, ինչից սկսեցից, ինչից վերջացվեցից, ոնց որ իսուր տաղաց հիվանդը խոսա, ոնց որ Տիկրան Արձակացյանը խոսա, մի անգրագետ երևույթ, դու ինչն ես ուզում ղեկավարել, հասկացանք փող ունես, թե ոնց ես վաստակե Աստծուն հայտնի, եւ այլն, այսինքն Սաշիկին եւ Սերժիկին հայտնի, դու ասում եմ հելի բոզի տղու քֆուրք ես, հրապարակում ես, իմ փակող բաժանողը բոզի տղա է, ասես, չես ասի, որովհետև դու մեկել են մյուս բոզի տղա նոդիկագոն փող եք բաժանել, բա հենց ընդդիմության առաջնորդ, ձեր վեր ենք իրական գործը տոննեքով կախացա, փաստացի հիմնավորված, տոնով էլ մարդ կոմոտից մեռան միջև էսով կալանավորով տանը լցում են բերդերը, էլ ոնց ես ուզում դու ընդդիմություն առաջնորդ ես, որոշակի անգրագետները լսեն մեկ միանը, մեկ տաշիրին միացեք, չմիացողի տոնու տեղը, էլ է գրացեք միացեք, նորմալ մարդը, խելքը գլխին մարդը, քո ինչին պիտի միանա, քո անգրագիտությանը, քո փող բաժանելուն, քո տուպոյությանը, քեզ հարց է տվի, չէ, հրապարակայնորեն, կուլտուրական հարց տվի, մի քանի անգամ նույն հարցը տվի, Արցախը փակված թեմայա, թե ոչ, միջանցք տալու ես, թե ոչ, Ղարաբաղցիները Արցախ վերադառնալու են, թե ոչ խավ, դու մի հարցի չպատասխանել ես, գոնե լավ, ինչ չէիս պատասխանում, հրապարակայնորեն քոնտրոլին ասա գիտես ինչ, ես Արցախը հետ եմ բերելու, ես միջանցք չեմ տալու, Ղարաբաղցիները հետ են վերադառնալու, Նիկոլը դատվելու է, մի հատ թեմայից հելի խոսա բացի աթոռի կռիվանելուց, որը որ ձայներն էլ հավաքել ես, գումարները բաժանելուց։ Ավարի ցավ, ու քո նմանին, այս ժողովուրդը հանուն մի փոր հացի, հելավ գնալ զեն տվեց, հիմա էլ նայում ենք տասնյակ կիլոմետրերով
ֆուրերը Վրաստանի ու Ռուսաստանի սահմանի վրա շարված էին, հույս ունենալով որ Ռուսաստանը պիտի սահման բացի, իրանք էլ մտեն Եվրոպա, Ռուսաստան չի բացելու։ Եվ այսօր մենք սերի ժողովուրդներում ենք, որ նույն Եվրոպան դրած հայերին վտարում է Եվրոպայից դեպի Հայաստան։ Բայց եթե Եվրոպան մեզի բարեկամ է ու հարազատ է ու մեր մասին մտածում է, այդ խեղճ մարդկանց, որոնք տուն տեղ ծախ է գնաց է հասել են մի կերպ Եվրոպա, ինչի է վտարը։ Դետուն է նաև այս երկիրն է անը։ Վտարը ասում է հելեք գնացեք, բա դուք մեզի տաշտակից եք, ինչի եք մնը վտարը։ Այդ նույն գյուղացիները, որոնք հիմա վայնասունը կապել են, ծաղիկը չի ծախվում, բերքը չի ծախվում, էլի չի ծախվում եւ այլն։ Բա դուք չէիք մտածում, դուք ում եք կտրում։ Դուք չէիք մտածում, որ սենց է լինելու։ Եվ Ռուսաստանը ձեր բերքը չի ընդունելու։ Եվրոպան նմանապես չի ընդունելու։ Եվրոպան իա մեջի խնդիրները չի կարող լուծի դաժե։ Ինքն իա ընտիրություն չի կարող անի։ Այդ ֆաշիստների հավաքածուն, այդ դու Գերմանիան։ Սելի ժողովուրդ, թքել եք ասոյի փաթիկին, հələ տակ եք չեք ջոգում, դեմը ամառավ։ Հələ որ ամառավ, սիկը դեմը ամառ չելը, որ ամառավ։ Հեսա որ ամառը տրցնի սկսի աշունքը, աշունքից հետո ձմեռը, նորեն ժամանակը հասկանաք, թե դուք ինչ քաքի մեջ եք ընկել։ Տենտալով սրանց, ընտրակաշակների զոկենալով, վարչական ռեսուրսին զոկենալով, ու նորից սրանց վերարտադրելով։ Հիմա տաշին ու էլ ռոբիկ եւ այլն էլի կետան ասեն պարլամենտ ցեմենտ բիտոնով սա իշխանությունը կփորձեն պահել, բայց չի ստացվի, ես էլ կփորձի քանդել, ոնց որ քանդում ու քանդում։ Այս կանը տարածեք ցող ձայնային հասնի ամենայն հայոց կաթողիկոսին։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։